Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած մի հատ տեսանյութ եմ ուզում ցույց տամ ու սրա մասին քննարկենք։ Սա շատ կարևոր է, կան դեպքեր, երբ ներել պարզապես չի կարելի։ Քրիստոս ասում է, եթե քո եղբայրը զղջա, եթե զղջա ու ներողություն խնդրի, ների մեկ անգամ, 1000 անգամ, սա արդեն երկրորդական է։ Տերն ինքն էլ մեր նկատմամբ այդպես է վարվում։ Սկզբում գիտակցումն է, հետո զղջումը, խոստովանությունը, հատուցումը եւ հետո արդեն ներումը։ Եվ իհարկե Տերը կարող է անսահման համբերություն ունենալ ուրիշ ներել, եթե իհարկե մենք զղջում ենք, խոստովանում, գիտակցում մեր գործած մեղքերը, հատուցելու պատրաստականությամբ։ Ապաշխարության այս բարդ ճանապարհն անցնելուց հետո միայն մենք կարող ենք ներել իրար ու ակնկալել Աստծո ներումը։ Իսկ եթե մենք ներում ենք մի մարդու, որն ասում է արել եմ, լավ եմ արել, էլի եմ արել, ապա մենք դրանով դառնում ենք մեղքին մասնակից, թույլ տալով, որ այդ չարագործությունը լինի շարունակական եւ կրկնվի, մինչդեռ մեր հավատքի մեջ բոլոր բարի գործերը պետք է խելացի լինեն ու հավասարակշռված։ Տեսակ չէ տեսանյութը, նայեք մեր ընկերը ինչ ասում է, ոչ բոլորին պետքա ներես։ Գիտես, ես ուրիշ ճշմարտություն եմ խոսում, ինքը ուրիշ ճշմարտություն է խոսում, նույն Աստվածաշունչն են կարդացել, նույն Էջմիածնի թարգմանության Աստվածաշնչով եմ ապացուցում, իրականում Աստված պատվիրում է բոլորին ներեք, անկախ ամեն ինչից։ Դաժե եթե այնտեղ բերած օրինակի մեջ խոսքի մեջ ասում է թե եղբայրդ քո դեմ մի բան անի մեղանչի, որ գնաս իր հետ խոսած, եթե չէ մի հոգու էլ տար, հետո եթե չէ գնա եկեղեցում, եթե չէ ասում է թող քեզ հեթանոս ու մաքսավոր լինի, ասենց ինչ որ բան, այդ դեպքում էլ ասում սիրի դա։ Դաժե քո եղբայրը, երբ որ եղբայրությունից դառնում է դեպի թշնամի, փոխվում է դրությունները, ասում է դու սիրի դրան, ասում է սիրի աղոթի օրհնի, չգիտեմ եւ այլն։ Ճշմարիտը այս աշխարհի վրա դրված է մենակ ներումը, նայեք իրականում գիտես, կարամ ընկերոջը, իրականում, հա իմ ընկեր, Թովմաս ջան, շատ լավն ես դու, բայց չի կարա, համ քո ճիշտը լինի, համ իմ ճիշտը, երկուսս էլ վերցնում ենք Աստվածաշնչից։ Կարամ համընդհանուր, որ բոլորը ուտենան ու սարսափեն, որ Աստվածաշունչ փոխելը շատ չար ու վտանգավոր կարա լինի իրականում։ Եթե չես հասկանում, գնա գործարար դառի։ Դա քո ընտրությունն է, Աստված քեզ այդ իշխանությունը տվել է, գնա չգիտեմ ուրիշ բաներով զբաղվի։ Բայց եթե մտել ես Աստվածապաշտության մեջ, ու այդ գործն ես ընտրել, երբեք ու երբեք չհամարձակվես իրականում Աստվածաշունչը փոխես։ Խի, հիմա ասեմ, կարանք ընկեր, նշան վերցնենք։ Ես ու դու, ես էլ չգիտեմ, հնարավոր է ես սխալ լինեմ։ Դու ճիշտ լինես, շատ հնարավոր է, ես չեմ ասում ես ամեն բան։ Կենթանի Աստված, որ վերևում է ու տենում է թե դու ինչ ես խոսացել ու թե ես ինչ եմ խոսացել։ Եթե դու ես ճիշտ ընկեր, թող իրականում ես շատ վատ հիվանդությունով իրականում, ասենք շատ վատ հիվանդություն բեռնեմ։ Բայց եթե դու ես սխալ, թող դու շատ միջև մահացու հիվանդություն լինի, ճիշտ է, քավլիցի։ Ես երբեք կողմ չեմ որ մարդ մահանա, պրոստը դա նշան կլինի բոլորին ու բոլոր քահանաներին, որ իրականում հանգարց չհամարձակվեն Աստծո խոսքը փոխեն ոնց որ իրանց հարմար։ Ուղիղ ասում եմ, ես պատրաստ եմ դրան գնամ։ Նայ, այս տեսանյութը եթե հասնում է քեզ, ընկեր Թովմաս, իմ լավ եղբայր, իրականում նշանակում է դու ձեր ես մեկնել ինձ։ Համաձայնվել ես այդ նշանին։ Եթե դու ճշմարիտ ես, իրականում իմ հետ կլինի այդ խնդիրը։ Ու ես բացահայտ ամբողջությամբ կասեմ, հա, ես չգիտեմ, ուղակ ունեմ, ինչ որ արյան քաղցկեղ ունեմ, ես իմ ինչ ունեմ։ Բայց եթե չէ, դա դու ես ունենալու։ Ու երբ որ համընդհանուր ներողություն կխնդրես ես քո խոսքերի համար, ուղիղ քեզ ասում եմ, ընկեր, կներվես ու կբժշկվես։ Նույնն էլ ես։ Ես այն օրը որ Աստծո հետ խնդրում էի, ասեցի ինձ նշան տուր, ասեցի բայց այնպես չլինի, որ մինչև մահը գնա, այլ այնպես լինի, երբ որ ապաշխարենք, հասկանանք, թե ես թե դու, որովհետև նորից եմ ասում, հնարավոր է ես սխալ լինեմ, բայց ես գիտեմ, որ ես սխալ չեմ, որովհետև Աստվածաշունչը իրականում ուրիշ բան է սովորացնում։ Ներելը պարտադիր պայման է բոլորին, ընկերներ։ Պարտադիր է, եթե ձեզանից մեկին ինչ-որ մեկին չի ներե, չի մտնելու երկնքի արքայություն։ Ուղիղ ասում եմ, որովհետև ձեր մեղքերն էլ չի ներվե։ Ով ուզում ալնի, կնի քո եղբայրը, կնի քո թշնամին, կնի ով ուզում ալնի, կնի ամենաչար, քո ընտանիք տունը տանջող է իրականում։ Եթե դու չես ներե, նշանակում է իրականում դու չես մտնելու երկնքի արքայություն։ Հիմա կասես, բա ինչի, որովհետև Աստված ասում է, եթե քո տունը, քո տեղը, քո, չգիտեմ, աղբորը սպանել է, ես իմ վրեժը կլուծեմ։ Վերջի դատաստանի օրը ես ամենը կդնեմ իրականում։ Բաց, ու ես արդար դատավորեմ ու կդատեմ։ Ու եթե դու չես ներում, նշանակում է դու չես հավատում, որ Աստված արդար է։ Ճշմարիտ քեզ ասում եմ, այսինքն դու ուզում ես, իրականում քո բոխը պահես, որովհետև մտածում ես, թե ինքը արժանի է, իրականում պատժվելու, բայց չի պատժվում։ Ու պատժողել չկա, ոչ երկնքում, ոչ երկրի վրա։ Դրա համար նորից եմ ասում, եթե այս տեսանյութը հասնի քեզ, իմ ընկեր եղբայր, իրականում, Թովմաս ջան, երբ որ այդ օրը որ գա իրականում շատ լուրջ հիվանդ լինես երիտասարդ տարիքում իրականում կյանքդ կախված լինի այնց մազերից, ես սիրով կայցելեմ քեզ, շատ սիրով իրականում։ Դու իմ ընկերն ես իրականում, շատ քեզ սիրում եմ, ամենայն անկեղծությամբ չեմ ուզենամ, բայց իմ Աստծո խոսքը
Երբեք չեմ թույլ տա որ փոխեն։ Ու շատ իրականում շատ-շատերին դաս կլինի սա ընկերներ։ Սրանով է ուզում կիսվեի, նայեք ճշմարիտ դնում եմ հանրության առաջ, թե ինձ թե իրան։ Երկու ճիշտ մի Աստվածաշնչից է բխում ու չի կարա դա լինի։ Ես հակառակն եմ ասում, ինքն է ինձ հակառակ լինում։ Նորից եմ ասում, հնարավոր է ես սխալ լինեմ։ Ու երբ որ իմ վրա գա այդ չարիքը, ես ապաշխարող եմ։ Համայն հայության առաջ ու համայն աշխարհի առաջ իրականում նույն տեսանյութը կնկարեմ, թե կլինի անկողնուց կլինի ինչից, ես իրականում կբարձրացնեմ, կասեմ, իրականում սխալվել եմ իմաստված։ Բայց եթե քո այդ պատայի ու չապաշխարես, իրականում վայքես, ընկերս։ Սրանով է ուզում կիսվեի։ Ներեք, որ ներվեք ընկերներ։ Չներեք, չեք կարա ներվեք։ Չներեք ու Քրիստոսին Տեր ու Փրկիչ դավանեք, չեք կարա ներվեք։ Քրիստոսի փրկությունը ձեր վրա չի գործելու։ Եթե չներեք, Քրիստոսի շնորհքը ձեր վրա չի գալու։ Դա ուղիղ ձեզ ասում եմ։ Միջև ձեր սրտի խորքը իրականում չներեք, ում էլ որ ունեք ձեր դեմ, ձեզ ներում չի լինելու։ Աստծո արքայության դռները ձեր համար փակ է։ Կբահանաք մյուս օրը կտենաք, որ հայտնվել եք դեր ժողքում ու կասեք այնից ճիշտ էր ասում։ Այդքանը ընկերներ, սրանով է ուզում այսօր կիսվեի։ Բարգանալով բարգանում եմ այն քահանաների կամ այն քրիստոնյաների վրա, որ Աստծո խոսքը փորձում են փոխեն։ Բարգանալով բարգանում եմ, շատ ժամանակ իրականում ասում եմ, իմ Աստված կբարգանամ կմատնեմ սրանց իրականում կործանվելու։ Որովհետև Աստծո խոսքին իրավունք չունես կպնես։ Հստակ գրված է ու հստակ դա չի քննարկվում։ Սրանով է ուզում կիսվեի ընկերներ։ Կարող է բարկացած եմ խոսում, որովհետև ընկերը ինչ չի վիրավոր է։ Իմ Աստծո խոսքին է կպ ընկերներ։ Իմ Աստծո խոսքը ուզեցել է փոխի։ Նորից եմ ասում, հնարավոր է ես եմ սխալ, չեմ ասում ես արդար ու կատարյալ ու ճիշտ ու չգիտեմ եւ այլն։ Բայց եթե գրած է որ սև է, ու սպիտակ է, պետք է ընդունես որ սև է ու սպիտակ է։ Օրհնում եմ ձեզ ընկերներ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։